կուսակցությունը ձեզ համար ինչի մասին է խոսում։ Իրենց վախերի։ Արդյոք պատրաստվում են բախումների գնալ։ Իրենց հարցրեք։ Հարցրեք իրենց, ինձ ասում եք, որ ինչ։ Դուք ձեր լիակատար աջակցությունն եք հայտնում կաթողիկոսին։ Եթե այստեղ եմ ինչ նշանակում։ Իսկ ինչպես եք մեկնաբանում ենք որ միացան 10 եպիսկոպոսների այդ հայտարարությունը։ Գնացեք իրենց հարցրեք, ես 10-ի մեջ չկամ, չէ՞։ Դե նկատեմ որպես եպիսկոպոս ինչպես եք մեկնաբանում։ Նրանք առայժմ եպիսկոպոս են կարգալույց չեն հռչակել։ Դա ցավ է մեզ համար, անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են իրենց եկեղեցին քանդելու համար։ Ոչ միայն եկեղեցին, սա եկեղեցու խնդիրը չէ, ազգի պարակման խնդիրն է։ Սրբազան հայրելի մարդ։ Լավ, հերիք է։ Նայեք, 10 հոգի կմտնեն ներս այդ 10 հոգին եւ ինչպես եք ընդունելու նրանց։ Եթե պիտի կան ժողովրդական կյանքի մասնակցելու խնդրեմ, եթե պիտի կան պարակտուշ գործողություններ, իհարկե։ Ինչպես եք արգելելու նրանց, որովհետեւ բազմաթիվ ուժայիններ կան, ենթադրաբար իրենց կողմն է կլինեն, ոչ թե ձեր։ Իգան կտեսնենք, չգիտեմ։ Կարծում եք բախումներ կլինեն։ Չեմ կարող ասել։ Բեհապարը անսասան է, ինչպես է տրամադրված։ Ինչպես անսասան Արարատ լարը։ Որը մերը չէ։ Հա՞։ Որը մերը չէ։ Դավիթի բեհապարը։ Դուք եք այդպես մտածում մերը չէ։ Միշտ Արարատը մերն է եղել։ Սրբազան նաև այս 10 եպիսկոպոսները հայտարարությամբ են այնպես եկել նշել են որ Գարեգին II-ը պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Այսօր նման անդրադարձ եւ պետք է իրենք ոչ իրավունք ունեն, ոչ է կարող են նման բան ասել, որ պարտադիր իրավունք ունեն հրավիրելու։ Դա իրանց չի վերաբերում։ Իսկ առանց նրանց հնարավոր է նիստ հրավիրել եւ զրկել եպիսկոպոսությունից զրկել կարգալույց անել։ Ժողովուրդ, մեր եկեղեցին մոնախիկ կազմվածք ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն է բոլոր հնարավորությունը ցանկացած բան կարող է անել։ Իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է։ Գործադիր մարմին չէ։ Իսկ ինչու՞ մինչ Սրբազան դուք երկար ժամանակ աշխատել եք եպիսկոպոսներին։ Այդ եպիսկոպոսներն այդ հարցը բարձրացնում Այս հարցը միշտ ամեն անգամ տալիս եք դուք եւ պատասխանը միշտ էլ լսել եք, չէ՞։ Եկեղեցին երբևիցե արագ կարգալույց չի անում։ Բոլոր իր գործիքակազմերը սպառում է եւ տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին դիմում է։ Հիմա կա այդ հնարավորություն, ինչ եք տեսնում։ Հիմա հնարավոր է այդ Կարող է, ինչ չէ։ իրավիճակը ստեղծվի։ Կարող է։ Սրբազան դուք երկար ժամանակ ծառայել եք ձեր հոգևոր եղբայրների հետ, որոնք այսօր հավաք են կազմակերպել։ Իրենցից ինչ եք սպասում։ Արյունահեղությունների կամ բախումների կգնան։ Ես չեմ կարծում իրանք որ նման բանի գնան։ Իսկ այս հավաքը սպասում եք։ Ճիշտ ասած ոչ։ Դուք կիսում եք այն տեսակետը, որ այս հավաքը նույն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքն է, պարզապես միացած այս եպիսկոպոսներին։ Նշանակ։ Այդ 10 հոգին 10 մարդ չէին կարող հավաքել։ Ինքը ասում է ես չեմ ուղղորդել, բայց ողջունում եմ։ Սրբազան հայր։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Ինչ է նշանակում։ Դե ողջունում եմ։ Աջակցելը ուրիշ բան է, ողջունել ուրիշ։ Դե իր Ձեր եղբայրները ձեզ նախին ծառայակից եղբայրները ձեզ ճնշումների տակ են։ Միանշանակ, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով այո։ Իսկ փորձել եք Ինչ է զրուցել նշանակում, ինչ է նշանակում 1 օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո լրիվ այլ ուրիշ բան։ Իսկ ինչը կարող էր պատճառ դառնալ ճնշումների նրանց նկատմամբ։ Իրենց պետք է հարցնենք։ Լավ, Սրբազան զրուցելու առիթ ունեցել եք, տարհամոզելու։ Իսկ Չեմ իրենք ունեցել փորձել են, եւ չեմ էլ ուզում։ բայց փորձել են իրենք կապերով գտնել։ Ես ունեմ տեղեկություն եւ ցանկություն էլ չունեմ իրենց հետ շփվելու։ Սրբազան այդ գործողությունները վնասում են եկեղեցու վարկանիշին։ Վարկանիշին չէ, վարկանիշը ընդհակառակ ավելի բարձրն է, բայց եկեղեցին խոցվում է։ Սրբազան հայր, կարծում Բայց եք եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Եկեղեցին երբեք չի կարող դժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները եկեղեցու առաքելությունը կարող է դժվել։ Սրբազան ինչ եք Ընդհակառակը եկեղեցին միշտ զորանում է նման դեպքերում։ Սրբազան ինչ եք կարծում, սա կդառնա ժողովրդի համախմբման առիթ, որ նրանք համախմբեն եկեղեցու շուրջ։ Առանց այդ էլ արդեն եկեղեցու շուրջ հավաքված են շատ մեծ հոս բազմություն։ Եվ իրենց վախը սա է։ Սրբազան հայր, կարծում եք որքան էլ ուժեղ լինեն կոմպրոմատները, որքան էլ մեծ լինեն, դրա հետ միաժամանակ արժե Մայրաթորի դեմ դուրս գալ։ Արդարացվում է այդ քայլը։ Նայեք, գիտեք, Մայրաթորը
մարդկային կառույց չէ, Աստծո կողմից ստեղծված հիմնադրված կառույց է։ Հիմա ձեր հարցին, ով որ դուս կա Աստծո դեմ, ինչ կլինի իրեն։ Չէ՞ Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, բայց նրանք չտրվեցին այդ ճաշին։ Որովհետև ավետարան ասում է, ես եմ հովիվ ընկաչ։ Ուրեմն իրենք լավ հովիվներ էին։ Կոմպրոմատներ ունեն այդ եպիսկոպոսների։ Իրենց տեսնեք, իրենց հարցրեք։ Տարբեր խոսակցություններ կան, այդ նույն պատմությունները, անձնական կապերի մասին նաև այլ եպիսկոպոսների։ Ես իրենց փոխարեն չեմ կարող որևէ բան ասել։ Ես ասեցի իմ սուբյեկտիվ կարծիքով, այո։ Արմավիրի թեմի առաջնորդը նշում էր վերջին պատարագին, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ էր ինքը պատարագ մատուցում, թեմի առաջնորդը։ Նշում էր, որ զեղչելը դա կանոնական խախտում չէ եւ իրենց որոշելուն է, ասած, որ իմ անունն է կարող են զեղչել, այս մասով ինչ կասեք, խախտում է թե խախտում չէ ի վերջո։ Ինչ ասեմ, եթե հոգեվորականը նման բան պետք է ասի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Լուրջ աստվածաբանական խնդիր է, եկեղեցու միության, առաքելական հաջորդականության խնդիր է։ Եթե եկեղեցու միությունը զեղչում ես, եթե առաքելական հաջորդականությունը դու չես ընդունում, ինչի մասին է խոսքը։ Հիմա իրենց սպասվում է կարգ, որ կարգալույց կարվեն, ինչպես է բերելու կանոնական դաշտ կաթողիկոսի նրանց, ինչպես է բերելու կանոնական դաշտ։ Կլինի կտեսնենք։ Սրբազան նաև խոսվեց օրվա դա ենթադրում Դե է հիմա ժողովը չեղած, որովհետեւ բան չեղած, ես հիմա ինչպես կարող եմ իմանալ։ Չէ, Իդեպ Նիկոլ Փաշինյանը այսօր անվանել է աղանդավորներ կաթողիկոսին եւ նրա կողմնակից հոգեվորականներին, ասում աղանդավորները Այդ մարդը վաղուց ինքը դադարել է բանական մտածելուց։ Ձեր կարծիքով Ինքը վերջնահաշվակ է արել առողջ մտածելակերպի։ Այդ մարդու ասածների հետ ինչպես կարող ես իրեն բան։ Ձեր կարծիքով Սրբազան հնարավոր է, որ այլ աղանդավորական կազմակերպություններ են աջակցում Փաշինյանին այս Ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ հնարավոր է նա կամանորին մենք տեսանք նախորդ տարի Բեափարը ելույթ ունեցավ հանրայինով, օրինակ որևէ աղանդավորական կազմակերպության հոգևոր հովիվ ելույթ ունենա։ Չի բացառում։ Իսկ ժողովուրդը տեսնենք։ Գերագույն հոգևոր ժողով նախատեսված է։ Այո։ Այսօր Սրբազան այդ միջազգային արձագանքը համարժեք եք գնահատում։ Միջազգային արձագանք չկա։ Նկատում եկեղեցիները, ձեր քույր եկեղեցիները Քույր եկեղեցիներն են արձագանքել։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է արձագանքել, եվրոպական եկեղեցիների միությունն էլ է արձագանքել, բայց համարժեք չեն։ Քաղաքական հարցեր են լուծում։ Այսինքն Մայրաթորը նաև գեղոքաղաքական է, այսպես Անշուշտ Հայաստանն է, Հայաստանը դարձել է այդ քաղաքական կենտրոնը։ Մեծ աշխարհաքաղաքական կենտրոնների արանքում Հայաստանը դարձել է տարադրամ փոխանակման։ Սա միայն ներքաղաքական խնդիր չէ, կարծում եք այսքան գլոբալ ինչ-որ տեղերից են Միանշանակ, դրսից, ամբողջը դրսից է։ Ինչ ծառայություն կամ ում է ծառայություն մատուցում ըստ Չեմ կարող ասել, բայց աշխարհաքաղաքական կենտրոններն են նման հարցերը լուծում։ Ինչ որ կատարվում է Ուկրաինայում, այլ ուրիշ երկրներում որ կատարվում է։ Սրբազան այս օրերին ձեր կարծիքով չնայած այդ հարցը հնչեց, հələ եպիսկոպոսների մի կողմ թողնենք։ Շատ էլի հոգևորականներ կան ավելի ցածր կարգավիճակով, որ այդպես դարձել են նիկոլական։ Դուք շփվում եք էլի հետները, երբանից այդ հատկությունները իրենց մոտ առաջացան։ Ճիշտ ասած, ես այդ շատ չեմ տեսել։ Ինչը դրթեց, որ եկեղեցու մեջ եւս Նիկոլա Պաշտ, Աստծուն թողնեն սկսեն Նիկոլին պաշտել։ Դաստիարակության խնդիր է։ Դուք այդպես ինչ-որ բաներ տեսնում եք, Ես ասում չեմ տեսել։ Սրբազան 1-2 հոգի։ Ես կարող եմ հստակ իմ թեմում ասեմ, որ նման բան չկա։ Ես ճիշտ հասկացա, այսօրվա այդ ժողովում լինելու է նաև 10 եպիսկոպոսների հարցը։ Չեմ կարող ասել, ասի ժողովի դեռ միջև չմասնակցեմ, չեմ կարող։ Ուզում եմ հասկանալ օրակարգում կան նրանց։ Օրակարգից տեղյակ չեմ։ Սրբազան այս օրերին ձեզ այցելել են օրինակ աշխատակիցներ, որևէ Իսկ բացառում եք, որ այսօր բարձրաստիճան հոգևորականների էլի կձերբակալեն։ Ոչ մի բան չես կարող բացառել։ Սրբազան Մանավանդ որ ձեզ թիրախավորել էր Աննա Հակոբյանը իր գրառումներից մեկում։ Դրա պատասխանը ստացել է հաղորդներուց մեկում։ Էլի դիտեն ձեր հարցազրույցը օրինակ այսօր հենց այս պահին եւ որոշեն։ Ո՞վ որոշում։ Ձեր բացակայությունը էլ ավելի խոցելի չի դարձնի եկեղեցին։ Չէ։ Ինչ է խոցելի դառնա։